Բաքուն հայտարարել է, թե Հայաստանի սահմանադրությունում և մի շարք օրենսդրական ակտերում Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները շարունակում են մնալ տարածաշրջանի կայուն ապագայի հիմնական խոչընդոտը։ Ադրբեջանի ԱԳՆ-ն տարածված հայտարարությունում նշել է, թե պատմական հնարավորություն կա տարածաշրջանի պատմության արյունոտ էջերը վերջապես շրջելու և կայուն խաղաղություն հաստատելու համար։ Արցախցիները պահանջում են վերանայել 40+10 հազար դրամի սոցիալական աջակցության ծրագրի դադարեցումը։ Այսօր կազմակերպված ակցիայի ընթացքում նրանք շեշտել են, եթե կառավարությունն իսկապես չի հավատում, որ այդ գումարն ուղղվում է բնակ վարձերի վճարմանը, ապա թող իրենք պայմանագիր կնքեն տանտերերի հետ։ Հիշեցնենք, Արցախից բռնի տեղահանվածների աջակցության ծրագիրը ապրիլի 1-ից կրճատվել է։ Աշխատունակ արցախցիներն այլևս չեն ստանա 40+10 հազար դրամ բնակ վարձի գումարը։ Աջակցություն կտրամադրվի միայն երեխաներին մինչև 18 տարեկան, թոշակառուներին 63 տարեկանից բարձր, առաջին և երկրորդ խմբերի հաշմանդամներին, ինչպես նաև կերակրողին կորցրած ընտանիքներին։ Նրանց համար, սակայն, աջակցությունը կնվազի ամսական մինչև 40 հազար դրամ, իսկ հուլիսից մինչև 30 հազար դրամ։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության Գյումրիի քաղաքապետի թեկնածու Սարիկ Մինասյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է նախօրեին անցկացված ընտրություններին, շնորհակալություն հայտնելով տրված յուրաքանչյուր քվեի համար։ Նա նշել է, իրենց տրված քվեները չեն փոշիացնելու, դրանք ծառայելու են Գյումրիին և բոլոր գյումրեցիներին։ Մարտի 30-ի ընտրությունների նախնական արդյունքներով Գյումրիում որևէ քաղաքական ուժ չի կարողացել հավաքել 50+1% իշխանություն ձևավորելու համար։ Անցողիկ շեմը հաղթահարել է 5 քաղաքական ուժ։ Գյումրիի արտահերթ ընտրություններում 15.8% ստացած մեր քաղաքը ընդդիմադիր դաշինքի ցուցակը գլխավորող Մարտուն Գրիգորյանը դեռևս չի հայտնել, պատրաստ է արդյոք միանալ ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցրած քաղաքապետի ընդդիմադիր թեկնածու Վարդան Ղուկասյանին։ Անցողիկ շեմը հաղթահարած մյուս երկու ընդդիմադիր ուժերը Մայր Հայաստանն ու Իմ հզոր համայնքը արդեն հայտարարել են, որ կսատարեն Գյումրիի նախկին քաղաքապետին։ Այժմ միայն Մարտուն Գրիգորյանից է կախված ընդդիմությունը կմիավորվի և կստանձնի Գյումրիի կառավարումը, թե ոչ։ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին զգուշացրել է, Միացյալ Նահանգներին ծանր հարված կհասցվի, եթե իրագործի նախագահ Դոնալդ Թրամփի Իրանը ռմբակոծելու սպառնալիքը։ Նա նշել է, որ ԱՄՆ և Իսրայելը սպառնում են հարձակվել Իրանի վրա, ինչը սակայն Թեհրանը շատ հավանական չի համարում։ Բայց եթե որևէ չարիք գործեն, անպայման պատասխան ուժգին հարված կստանան, հայտարարել է Իրանի հոգևոր առաջնորդը։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել էր Իրանին ռմբակոծությամբ և երկրորդական մաքսատուրքերով, եթե Թեհրանն իր վարչակազմի հետ համաձայնության չգա միջուկային ծրագրի շուրջ։ Փարիզի դատարանը Մարին Լյու Պենին մեղավոր է ճանաչել Եվրախորհրդարանի միջոցները վատնելու գործով։ Հետաքննության վարկածով 2004-ից 16 թվականներին Ֆրանսիայի ծայրահեղ աջակողմյան ազգային միավորում կուսակցության առաջնորդ Մարին Լյու Պենը և նրա համախոհները շուրջ 3 միլիոն եվրո են դուրս գրել Եվրախորհրդարանի հիմնադրամներից կեղծ օգնականներ վարձելու միջոցով, իսկ գումարն օգտագործել երկրի ներսում իրենց քաղաքական նպատակներին հասնելու համար։ Ֆրանսիայի դատախազությունը պահանջել է Մարին Լյու Պենին 5 տարով զրկել քաղաքական գործունեությունից։ Եթե նման որոշում կայացվի, նա չի կարողանա 2027 թվականին առաջադրվել նախագահի պաշտոնում։ Մյանմարում մարտի 28-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերի հետևանքով զոհվել է մոտ 1700 մարդ, 3400-ը վիրավորվել, ավելի քան 300 մարդ անհետ կորած է։ Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են, զոհերի և տուժածների թիվը ըստ տեղական իշխանությունների կարող է ավելանալ։ Երկրում մեկ շաբաթյա համազգային սուգ է հայտարարվել։ Մյանմարում տեղի ունեցած 7.7 մագնիտուդով երկրաշարժը զգացվել էր նաև հարևան Թայլանդում, ինչպես նաև Չինաստանում, Կամբոջայում, Բանգլադեշում և Հնդկաստանում։